Պարզվում է Հրազդան կիրճը հարուստ է արժեքավոր էկոհամակարգերով, պատմամշակութային և երկրաբանական հուշարձաններով։ Օրինակ հայտնի քարերի սիմֆոնիան հիշեցնող այս պատը երկար տարիներ անտեսանելի էր այստեղ կուտակված մեծաքանակ աղբի պատճառով։ Քաղաքապետարանի աշխատակիցներն են բացահայտել նախորդ տարվա մաքրման աշխատանքների ժամանակ։ Քաղաքապետարանը նախաձեռնել է Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհման աշխատանքներ։ Այդ աշխատանքների կոնտեքստում կարևոր են ինչպես իրավական քայլերը հատուկ պահպանվող լանդշաֆտի ստեղծման վերաբերյալ, կարևոր են նաև նմանատիպ աշխատանքները գետի հունի մաքրման, տարիներով կուտակված աղբի հեռացման համար։ Աղբը տարիներ շարունակ Երևանի գետերում կուտակվել, ձկների մտերիմ ընկերն էր դարձել։ Քաղաքապետարանի աշխատակիցներն անառողջ հարաբերություններին վերջ են տալիս գետերի հուների մաքրման աշխատանքներով։ Նպատակն է պահպանել շրջակա միջավայրը, նաև կանխել հնարավոր հեղեղումները։ Բնապահպանական կարևորագույն միջոցառում հանդիսանալու հետ մեկտեղ այս աշխատանքները կրում են նաև կանխարգելիչ բնույթ, այն առումով, որ գետերի հուների վարարման պարագայում գետի հունից դուրս գալու հնարավորությունը զգալի չափով նվազում է։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են Հրազդան, Գետառ և Ողջաբերդ գետերում։ Այս տարի արդեն 3 գետից հեռացվել է շուրջ 13000 խորանարդ մետր կենցաղային, շինարարական և էկոլոգիական աղբ։ Այս տարվա համար մաքրման աշխատանքների ծավալը նշված գետերի կազմում է Հրազդան գետի համար շուրջ 9000 խորանարդ մետր, իսկ Գետառ և Ողջաբերդ գետերի համար շուրջ 4040 խորանարդ մետր ծավալով։ Ճիշտ է, մասնագետներն անտրտունջ հեռացնում են աղբը ջրից, սակայն բնապահպանական խնդիրները լուծելու համար մարդիկ պետք է թափոնները չնետեն բնություն, ասում է աղբահանության և սանմաքրման բաժնի պետը։ Երևանի քաղաքապետարանի կողմից տարվում են աշխատանքներ, որպեսզի այս հնարավորինս քիչ աղբ թափվի բնակչության կողմից։ Նաև կցանկանամ մայրաքաղաքի բնակչությանը հորդորել, որպեսզի չախտոտեն աղբ չթափել գետերում և գետերի հարակից տարածքներում, քանի որ դա բխում է յուրաքանչյուր շահերից։ Արուշանյանի խոսքով աշխատանքները կշարունակվեն ամբողջ տարի, կխստացվի նաև այս տարածքներում վերահսկողությունը։ Արամ Մարանդյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։